դաշտերում վար արևի կյանքը ծորում խինդ է դառնում ծաղիկներում, մեղր է դառնում ծաղիկներում եւ ծաղկունքը հազար զարդարելով դաշտեր ու սար վար արևի կյանքն են փրում վերն արադած հավերժ սիրուն ջունը գլխին ընթեմ վայոց հավերժական թագն է հայոց Գարնան բանաստեղծին հիշում են ասմունքով, երգով եւ պատմությամբ, վերապրելով նրա տողերն ու ստեղծած արժեքները։ Ապրիլի 27-ը Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է, 110-ը, թե 111 տարեկան կլիներ Շիրազը։ Պաշտոնապես ընդունված է 1914 թվականը եւ նրա 110-ամյակը նշվել է անցած տարի։ Իսկ այսպես ասած ոչ պաշտոնական տարեթիվը համարվում է, այսինքն Շիրազը իրեն համարվում է 15 թվականի ծնունդ, որ Եղեռնի օրերին էին կծնվել այդ ախտիճանաբարին։ Դրա համար այս տարի կարելի ասել ոչ պաշտոնական 110-ամյակն է։ Իմ մանկության դառն ուշեր։ Ես ձեր մեջ որ տղա, բայց աղա խոր մի գիշեր, որ փանոցից ես փախա։ Դպրոց թանգարան համագործակցությամբ իրականացվեց հայ գրականության մեջ մնայուն արժեք ձևավորած բանաստեղծին նվիրված միջոցառումը Երևանի Տաթև դպրոցի տնօրեն Օֆելիա Պետրոսյանի նախաձեռնությամբ։ Որոշեցինք օրը նշանավորել իրենց նախագծային աշխատանքի ներկայացմամբ եւ մի գողտրիկ միջոցառմամբ, որը ցանկացանք ներկայացնել այս հուշատան պատերի ներսում։ Բնիկ Գյումրեցի է Տիկին Օֆելյան, թանգարան դատարկաձեռն չի եկել, ձեռքին Շիրազի անտիպ գործերն են ընտանեկան արխիվից։ Որոշեցի մեր տան մասունքները նվիրել Շիրազի հուշատուն թանգարանին։ Մոտ 50 տարի այս ծրագրերը մեր տանն են։ Շիրազ այն նվիրել է հորս Լյովա Կարապետի Պետրոսյանին։ Այս ծրագրերը հրատարակված նմուշներ չեն, հրապարակված չեն։ Սիրելի Լևոնին հավերժահուշ Կարո Պետրոսյանի որդուն։ Խնդրում եմ իմ սուրբ ծննդավայր Գյումրուց, մի նորադայլայլ բնի գալիքը, որ ղարս էլ զարկե երկրի սալիքը, ծովանա ազգը, հայը ծովանա, այնպես, որ վառվող կարսն էլ հովանա։ Ոչ թե Լյովա, այլ Լևոնին, չկորչես ծոցում օտարանգողնի, կարոյիդ գահը թափուր մի թողնի, որ հավերժ մնա քեզ հույսի ճրակ, անիի դուստր աշխարհն իմ շիրակ։ Տաթև դպրոցի տնօրենը Պետրոսյան Օֆելյան ծրագրեր է հանձնելու թանգարանին, ըստ այդմ մեր ֆոնդը համալրվում է, ինչը շատ մեծ ձեռքբերում է մեր համար, որ Շիրազի ծրագրերից այսօր մենք պետք է նվեր ստանանք տնօրենի կողմից։ Այսպիսով թանգարանի այցելուներն այժմ հնարավորություն ունեն տեսնելու եւս մեկ նոր ցուցանմուշ Շիրազյան ոգին վերապրելու եւ սերնդեսերունդ փոխանցելու համար։ Ո՞րն է բաբո մեր հայրենիք, այն որ ունի բանցր երգինք, այն որ ունի կարմիր արև յուր կապուտակ գլխի վերև, այն որ ունի լեռն ալագյազ, հավկերն աշուխ, ջրերը սազ, ջունը գլխի հլուն, հագը կատե թմեր կարուն, Են որ տեսկով իր սևանի, մազերն արձակ ու կեղանի, նստած հարսի կնմանի, են որ ունի աշխարի թակ, քանց թակավոր մասիս ջերմակ մասիս։ Աստղիկ Խաչատրյան այսօր։